Բարև ձեզ սիրելի լրագրողներ, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք այս ասուլիսը լուսաբանելու։ Ես այսօր կպատասխանեմ 3 հիմնական հարցի։ Առաջինը, որոնք են մեր երկրում առկա խորքային խնդիրները, եւ դրանից հետո կնշեմ, թե ով կարող է լուծել այդ խնդիրները, ինչ որակներ ունեցող մարդիկ, եւ ինչպես պետք է լուծվեն այդ խնդիրները ու որն է իմ օրակարգը։ Նախ առաջինը ուզում եմ հստակ ասել, որ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի։ Մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներն են եւ մեկ այլ խումբ մարդիկ անկարողներ են ուղղակի, որոնք եկել են այս առկա խնդիրները, կուտակված խնդիրները իբր թե լուծելու, բայց դրանք ավելի են անընդհատ խորացնում։ Եվ ստացվել է այնպես, որ մեր երկրում առկա է փակ համակարգ, փակ շղթա։ Քաղաքական համակարգը երկու թևեր ունի։ Ամբողջությամբ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը նախկին նախագահների համակարգը, նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից, եւ այս երկու համակարգերը իրար ուժեղացնում են։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության, նախկին նախագահների ատելության վրա, նրանց ժամանակ թույլ տված սխալներից ելնելով ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ։ Եվ այս փակ շղթան նաև այնպես է ստացվել, որ այս երկու համակարգերը, նախկին նախագահները եւ Նիկոլ Փաշինյանը, առանց իրար գոյություն ունենալ պարզապես չեն կարող։ Եվ այսպես երկիրը մշտապես մնացել է անցյալում։ Այս ամենի արդյունքում նաև անգամ ինչ է ստացվում, անգամ ամենաաբսուրդային բաները, որոնք մեր երկրի անվտանգության, մարտահրավերների տեսանկյունից ուղղակի կործանարար է։ Մի մասը մեզ ծիրանով տանում է դեպի Բելարուս, մի մասը մեզ ուզում է Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայետ, որպեսզի օտարները մեզ կարողանան թելադրել, թե մենք ինչ անենք։ Այս համակարգի պատճառն է, որ նախկին նախագահների եւ Փաշինյանի վեճը վերածվել է այն աստիճան, այնպիսի դրսևորումներ է ստացել, որ օրինակ մի կողմից հայտարարվում է, որ պատերազմը հրահրել է Փաշինյանը, ինչը թեկուզ մենք որքան էլ իմանանք, որ դա իրականություն է, բայց այդպիսի բան ինչպես կարելի է հայտարարել, որտեղ դա Հայաստանը բոլորովին այլ կերպ է ներկայացնում։ Մյուս կողմից էլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի զինվորները ինչու են ծառայում Հայաստանից դուրս։ Սա էլ նույնպես էլի երկու հայտարարություններն էլ մեր պետական շահերին հակասող հայտարարություններ են։ Իսկ իրականությունը հետևյալն է. ստացվել է, որ մենք ունենք 60-ից 70% մեր քաղաքացիներ, որոնք պարզապես չեն մասնակցում որոշումների կայացմանը, քաղաքական որոշումների, կարևորագույն որոշումների կայացմանը մեր երկրում։ Այսինքն, նրանք ինչ է արված։ Այս համակարգի արդյունքում քաղաքական համակարգի, որը ձախողված է, մարդիկ պարզապես հուսահատության մեջ են հայտնվել եւ ընդհանրապես չեն գնում ընտրությունների։ Սրանից է հենց նաեւ գալիս։ Եվ ես ուզում եմ ասել նաեւ, որ ես հավակնում եմ դառնալ նրանց ձայնը։ Եվ ուզում եմ նաև դիմել մեր քաղաքացիներին, որ մենք եկել ենք ասելու, որ մենք դառնալու ենք ձեր ձայնը, եւ մենք բոլորով միասին կտրելու ենք, ճեղքելու ենք այս համակարգը, որը իմ համոզմամբ առնվազն վերջին 5 տարիները, եթե ոչ ավել, ուղղակի թունավորում է մեր քաղաքական համակարգը։ Հիմա տեսեք նաև ինչը տեղի ունենում։ Մենք այսքան շրջում ենք գյուղերով ու քաղաքներով, չէ՞։ Մեր քաղաքացիները մեզ մշտապես ասում են, մենք կամ գործ ունենք գողերի, կամ անկարողների հետ։ Եվ երկու պարագայում են, մենք անընդհատ մնում ենք այդ փակ շղթայի մեջ։ Եվ այնինչ տեսանք մենք վաղաշաբաթում, իմ կարծիքով դա քաղաքական համակարգի, ձախողված քաղաքական համակարգի արդյունք է։ Եվ ինչքան էլ գնան քննարկեն, ով ինչքան ձայն հավաքեց, դե փաստը մնում է փաստ, որ Փաշինյանի ղեկավարությամբ ԿՊ-ն այսօր իշխանություն է ձևավորում վաղաշաբաթում։ Ես նաև գիտեք ինչն է հետարքի, երբ ընտրությունը կամ մրցավազքը ԿՊ-ի կամ Փաշինյանի, այսպես ճիշտ է, Փաշինյանի եւ նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա։